Բարիգուն սիրելի պետականատեր, իրական Հայաստանի Հանրապետությանը խաղաղությանը սիրահարված, իրական Հայաստանի Հանրապետության եւ խաղաղության շահերը սպասարկող հայ մարդ։ Ուրեմն իրար հերթ չտալով այս սաղ կյանքները կեղծիքներով ընտրված, այս ընտրակեղծարարները խոսում են ընտրակեղծությունից։ Այս փողով մարդկանց ձայները առածները խոսում են ընտրակեղծությունից ու ասում են մենք այս ընտրությունները չենք ընդունում։ Բայց ձեր կարծիքով հարցրեց։ Տեսակ դուք, որ դուք ընտրությունները չընդունեցիք, որ դու պետականատեր հայ մարդու լեգիտիմ ընտրությունը չընդունեցիք, այսա հեսիկ մենք գշերները չենք քննելու, ինքնասպան ենք լինելու։ Նստած բան ենք անելու, լացելու ենք, որ այ չեն ընդունում։ Այս ընտրակեղծարարները, փողբաժանողները, կեղծիքներով սաղկյանքները ընտրված այդ իրանցից ոչինչ չասող ոչ մի բաները, բայց տեսեք դուք պետականատեր հայ մարդու լեգիտիմ ընտրությունը պետականատեր ընտրությունը չեն ընդունում։ Ջհանդամին թե ընդունեք։ Դուք ձեր մեջ ընդունեք, մի ընդունեք, դուք ձեր մեջ ասեք, իրար ծափ տվեք, ուրախացեք։ Այդ տեսար բան ենք թել ասել են չեն գո։ Այսա գշերները չեն քնելու։ Գալու ենք այսա խնդրենք ձեզ, որ ընդունեք։ Ով եք դուք։ Կամ ով է ձեր կարծիքը հաշվի առնում, կամ ձեր կարծիքը այս պետությունում ինչ որ եղանակ փոխում է։ Դուք ուղղակի անհապես ասեք ձեր քաղաքական ոչնչացմանը, որ դուք պատասխան եք տալու Ռոբերտ Քոչարյան, Բերանը Տոտի Խոխակ, Կալուգացի Տաշի Սամվել, Ծառուկյան Գագո, ինչպես որ վարչապետն է ասել, այո, դուք բոնժ եք դառնալու, դուք գալու եք հավասարվեք այն մակարդակին, իշ մակարդակի վրա որ եղել եք, այն որ ձեր դարաձաշրջանը բացվել է, որ այս պետությունում իշխանության դաբրոններով, հովանավորության ներքո դրիկ կայծակային արագությամբ ածականներ ձեռք բերեցիք, դե հենց ահավոր ամենահաջողակ մարդիկ դուք եք, ահավոր մելլարդատերներ դարձաք։ Այ միջև Քոչարյանի օրոք, Քոչարյանը Բերանը Ծորտի Խոխեն, որ օրը մտել է իրական Հայաստանի Հանրապետությունը ու արևանգել հայ մարդու իշխանությունը, արևանգել Հայաստանի Հանրապետությունը եւ իր անձնական հարստության համար աշխատացել է, պելուզ այս պետության հարստության գորքը 2 կոպեկ գրոշների դիմաց տվել է օտարի, այն օտարին, որ տասնյակ տարիներով ինք այս պետությունը որպես կռվախնձոր օգտագործում էր օտարի շահերը սպասարկելու գործում որպես գործիք։ Երբ որ Քոչարյանն եկել է իրական Հայաստանի Հանրապետությունը արևանգել է որ թվականին, Գագիկ Ծառուկյանը, Կալուգացի Սամվելը ինչ կարգավիճակի վրա որ եղել են, այ գալու են այդ կարգավիճակի վրա կանգնեն։ Ու եթե իրանք տենց հաջողակ, խելացի, մակարդակ, արարող աշխատող արդյունք տվող մարդիկ են, առանց պետության, առանց վարչապետի դաբրոյի, առանց իշխանության դաբրոյի հովանավորության ներքո, որ իշխանությունը իրաց չի ասելու մեզ համար 10-ով կարեք, մեզ համար էս արեք, են արեք, այսքան ձայներ ապահովեք, էս արեք, դաբրոն ունեք, ինչ ուզում եք արեք։ Իշխանությունը իրանց դաբրո չի տալու մի հատ 100, չգիտեմ, մի քանի միլիոն դոլար ծախսեն, դրամ ծախսեն, մի հատ եկեղեցի սարքեն, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափեն։ Իշխանությունը իրանց դաբրո չի տալու, որ վարչապետ իրանց չի ասելու, արի իմ դրամավակին, չգիտեմ, արի ինձ այսքան փող տուր, այ այսքան հարկերից խուսափի, այ այս օբյեկտները, այս գործարանները սարքե, այս հողերը գնա 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացրու անձնականը հարստության համար աշխատացրու։ Վարչապետը այդ ամեն ինչը չի ասելու։ Ու լա տենամ դուք ո՞նց եք թե հենց կայծակային հարստությամբ, կայծակային արագությամբ հարստանում։ Այն ինչ որ այս պետությունից թալանել եք, այն ինչ որ այս պետությունից թալանել եք, այն ինչ որ այս պետության հարստությունն ալը 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացրել եք, չէ՞ որ ձեր իշխանությունն ա եղել։ Որտեղ ինչ ուզացել եք, ինչ գնով ուզացել եք, այդ հողակտորները սեփականացրել ձեր բիզնես աղբյուրներն եք ստեղծել։ Ինչքան մարդկանց արած դրացի վրա եք գնացել չանչները դրել, մարդկանց ձեռից խլել։ Ու այդ արած դրածը ձեզ համար է միջև հիմա աշխատում ու ձեզ է եկամուտ բերում։ Ինչքան մարդկանց ես վախեցրել, իրանց արած դրած, այ դուք եցել եք հարստացել։ Ու այդ ամեն ինչը կվերադառնա պետությանը, կվերադառնա եւ կաշխատի պետականատեր հայ մարդու ներկայի եւ ապագայի համար, կաշխատի պետության հզորացման, ուժեղացման, բարեփոխումների համար իրական Հայաստանի Հանրապետության, չկասկածեք։ Ու կեթակ դուք իհարկե Հայաստանի Հանրապետությունում ցանկացած հայ մարդ, ցանկացած օրենքը տեղը պահելով, օրենքը հարգելով, օրենքի արժեվ իր պարտականությունները կատարելով, ինչքան արարող աշխատող մարդ կա, արարում է, աշխատում է, հարստանում է, հարստացնում է, արդյունք է տալիս, բայց դուք այդ ձև չեք հարստացել։ Դուք ունենալով Քոչոյի, Սերժիկի դաբրոները, պարախոդները, ինչ ամենայն լավ թիքեքը ոնց կարացել եք ձեռք եք բերել,
երկու կոպեկ գրոշտերի դիմաց։ Ինչ օրենք, ինչ հարկային դաշտ, ինչ պարտականություններ։ Դա դից համար խորտ բան ա եղել։ Մենաշնոր եք եղել, այն ինչ որ եկամուտա բերող եղել, արգելել եք, որ երկրորդ երրորդ մարդը զբաղվի այդ բիզնեսով, ու տենց հարստացել եք։ Ու դրա համար այդ ամենը Ծաղկաձորի այդ $100 միլիոն հողատարածքը օրինակ։ Ցեմենտի գործարանն եք կվերադառնա, կազինոն եք կվերադառնա, ծերերի խնամքի կենտրոն կդառնա, ու ահագին լիքը բաներ կվերադառնա, ու դրանից հետո թող իրան գնան իրանց ունակույց, իրանց խելքով, առանց իշխանության դաբրոյի, պարախոդների հարստանան, լատենան ոնց են հարստանան։ Ձեր առաջի երկրորդ միջև 10-րդ համարում տեղ գտած ձեր կողքի մաֆիաները նույնպես, մեզ բոլորիս հայտնի անունազգանունները։ Սիրելի մարդիկ, խոսում են ընտրության, կեղծության, ոչ չենք ընդունում, էս այն ալը, ոչ լեգիտիմ է։ Ուղղակի բարձր ձայնով մենք ծիծաղում ենք, թող իրանք իրար մեջ իրար հույս տան, իրար բաներ ասեն, իրար ծապ տան, իրար գովան, իրար կենաց խմեն, իրանք այլևս անհասանելի մարդիկ են այս պետությունում, գիտեք ինչ, իրանք, հիմա ես հենց եմ մտածում, իրանց մոտ ինչ կարգավիճակ է։ Իրանք, ասում են կամ կյանք կամ մեկը վար են գետում, քաղաքական մակարդակով։ Ինչքան կարողանանք, կարմիր գծեր անցած քայլեր կանենք։ Բայց իրանք ամեն մի կարմիր գիծ անցած իրենց քայլը հենց այդ վարքյանին ենթարկվելու քաղաքական ոչնչացման, որովհետև իրանք ուրիշ տարբերակ չունեն։ Մենք համոզված ենք, որ իրական Հայաստանի իրական վարչապետը չի ասելու, հա դե լավ, եկեք դարձեք իմ 10-ովչիկը, ու իրանք ոնց որ վարչապետն ասում, համոզված եմ իրանք ստոյկատված կհամաձայնեն, որ դառնան իրական Հայաստանի իրական վարչապետի 10-ովչիկը, այնքանավոր պատասխանատվության չենթարկվեն, այս կաշա փող բաժանելու համար պատասխան չտան, այս պետությունից թալանվածը վայելեն, այնքանա որ իրենք այս թալանածը վայելեն, իրենց պատասխանատվության չենթարկվեն, իրանք ցանկացած վարչապետի առաջարկի դեմը ստոյկա կտան, բայց վարչապետին պետք չէ, ինչպես Զիկն է ասում, մեկ մարդ, ով իրեն կտա $100,000, վարչապետին պետք չէ մեկ մարդ, որ իրան խոսքի կտա 1000 ձայն ընտրությունների ժամանակ 10-ով կականի։ Վարչապետին պետք է 1000 մարդ, ով իրան կտա 1 դրամ։ Այնպես որ թող իրանք կպնեն իրանց գործերին եւ սպասեն անհամբեր իրենց քաղաքական ոչնչացմանը։ Թող պատրաստեն։ Ընդունեք, չընդունեք, եթե ձեր տեսակ դուք, էսա նստած լաց են կնում։ Տեղները չեն գտնում։ Վայ, Ծառուկյանը չի ընդունում։ Քոչոն, բերանը ծուրտի խոխան, ընտրությունները չի ընդունում։ Պետականատեր հայ մարդու լեգիտիմ ընտրությունը չի ընդունում։ Բերանը ծուրտի խոխեն, Սերժը, Մերժվածը, Կալուգացին, այդ օտարը։ Տեսակ դուք, տեղները չեն գտնում։ Ահա որ լոմկա ենք, որ դուք չենք ընդունում։ Դուք ուստի ձեզ չեք ընդունում։ Իսկ ասված չենք ընդունում։ Սիրելի հայ մարդ, Քոչո, Կալուգացի, Ծառուկյան, ընտրած ամենամեծ ես գիտես ինչ։ Ես այնքան ես կյանքը պատիաստում եմ, այնքան ես կյանքը հարգում եմ, որ ես անկախ դրանից, թե Քոչոյի հանդեպ ինչ քաղաքական տրամադրություն ունեմ, այո, նա հայ մարդու այրունը ծծած, հայ մարդու այրան կարոտ մնացած, մարդասման խուլիգան վիշապ է, որի բերանից պետք է քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդու այրունը, ծծած արունը, հայ մարդու ծծած արունը, վարար գետի նման հոսա քաղաքական մակարդակով։ Բայց իրեն ընտրած քաղաքացիների հանդեպ ես նորմալ եմ վերաբերվում, որովհետև ես կյանքը հարգում եմ։ Ես հարգում եմ կյանքը, դրա համար էլ հարգանք ես իրաց նման գիտես ինչ, նրանց տաջակիցներից, բլոգերներից իմ մոտ ֆիքսված է, կարմիր գծեր անցած վարչապետ ընտրողներին հայհոյել, պիտակավորել են, ֆիքսված են։ Ու իրանք ներվելու են, խնայվելու են, իհարկե չեն խնայվելու, չեն ներվելու քաղաքական մակարդակով։ Մենք ման ենք գալի իրանց, որպեսզի քաղաքական մակարդակով չներվեն։ Քիչ որ մեկը մտածում է, որ կարա վարչապետ ընտրած քաղաքացուն հայհոյի, ու ինքը գոլյատ լինի, հա։ Ես քաղաքական մակարդակով ցավակցում եմ ձեր հարազատներին։ Դուք մտածում եք խնայվելու եք ձեր այդ լեքսիկոնի, ձեր պահվածքի, ձեր խոսքերի համար։ Ով ասեց, ով ա ձեզ այդ հույս տվել, պրախոդ ով ա ձեզ տվել, որ կարաք
նման արտահայտություն անեք ու հայոյեք վարչապետ ընտրած քաղաքացում։ Ով է տվել։ Ձեր վրայով է ձեզ պարախոտ տվողների վրայով է քաղաքական մակարդակով քայլելու ենք։ Ձեր ապրածի, ձեր տեսակի ապրածի վրայով եմ քայլելու քաղաքական մակարդակով։ Հալավ այսօր պլստացիկ, այսօր չի քաղաքական ապտակը գալիս ձեր հետևից 5 րոպե հետո չի գալու, բայց 10 րոպե հետո գալու է։ Խի դուք մտածում եք կամ կարալու եք փախնեք, պլստակ, ով ասես ձեզ։ Անձապի մոտ 5 հոգի ֆիքսված է, որ չի խնայվելու քաղաքական մակարդակով։ No, վարչապետ ընտրող քաղաքացին հայոյում է։ Ես իրա սրբությունները գցեմ ոտքերից տակ ու կեղտոտ կոշիկներով քայլեմ իրա սրբությունների վրայով։ Իրա ապրածը գցեմ ոտքերից տակ, քայլեմ իրա ապրածի վրայով։ Հետո այդ տաղը են, որ կարա իրան թույլ տա վարչապետը տաս քաղաքացուն հայհոյի, ու ինքը գուլա տնի այս պետությունում, իրան լավը զգա։ Ով է։ Ինքը իրան լավ չի զգալու, ինքը գուլա չի ունելու։ Ինքը ենթարկվելով քաղաքական սամոսատի, ինքը ենթարկվելով քաղաքական սամոսատի, ինքը չի խնայվելու քաղաքական մակարդակով, երդվում են սրբություններովս։ Երդվում է։ Ինչի վար է մեզ ամեն ինչ ասում։ Մենք ենք պայքարի մեջ, մենք ենք պայքարում։ Մենք ենք քաղաքական խոսք ասում, քաղաքական գնահատական տալի։ Բայց երբեք թույլ չենք տվել Քոչո Սերժ Կալուգացին ընտրած քաղաքացիների վրով բան ասենք։ Պիտակավորենք, հայհոյենք, էս անենք։ Այդ որ մի ավտորիտետում է, այդ բառապաշարը տեղավորվում։ Այդ ոնց կարաս նման բան լեքսիկոնով բան խոսած դու։ Այդ խոսացողները մտածում են, որ իրանք այդքան եղել են խոսացել են, ու վсё։ Բայց դու քաղաքական ոչնչաց, դուք արդեն քաղաքականապես քաղաքական մակարդակով ոչնչացել եք, սպանվել եք քաղաքական մակարդակով։ Ձեր դեմքերը անհասկանալի ֆիքսված է։ Ու դուք զգալու եք այդ ձեր արած արտահայտություններով, որ դուք միջև կյանքներ վերջ փոշմանելու եք քաղաքական մակարդակով։ Չի քննարկվում սա։ Ու այդպես էլ լինելու է։ Եթե հիմա չի եղել, 5 րոպե հետո է լինելու։ Ու այսօր տարվա ընթացքում ովքեր որ մեր քաղաքական խոսքերի լրջության վրա, քաղաքական մակարդակով խոսքերի լրջության վրա կասկածել են, ասում եմ ամենապատասխանատվությամբ, փոշմանել են, միջի հիմա փոշմանում են, որ կասկածել են։ Ու հիմա կասկածողներն են փոշմանելու քաղաքական մակարդակով։ Ինչու՞մն է հարցը։ Սիրելի մարդիկ, Քոչարյանը, Կալուգացին, Սերժիկը, Ծառուկյանը որևէ լեգիտիմ իրավունք չունեն ժողովրդի անունից խոսան։ Հարց են տալիս, բայց այդքան ժողովուրդ ով չի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայնակ բոլոր 16 կուսակցություններից ավել ձայն է հավաքել։ Բոլոր 16 կուսակցությունների ձայները գումարած վարչապետը 150,000-ով ավել ձայն է հավաքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբիկի, Բերանը Ծորտի Խոխու, Կալուգացու, Ծառուկյան Գագոյի այդ երեքի ձայներից 220,000-ից ավել ձայն է հավաքել։ Քոչարին ընտրել է 100 քանի հազար ՀՀ քաղաքացի։ Այո, ընտրել է։ Դրանցից մի 60,000-ը ես վստահ եմ 20-25 տարվա իր ժամանակներում աշխատած ամեն մեկը մի պաշտոնների, որ կաբինետներում նստել են զանգերի գրիչի ստորագրությամբ, զանգերով, գրիչի ստորագրություններով միլիոնավոր դոլարները եկել մտել են իրանց գրպանները եւ շատ կայծակային արագությամբ հարստացել են։ Զապրավկաներ, բենզալցակայաններ, խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ, շուկաներ, հազարավոր քառակուսի կիլոմետրերով հողատարածքներ ձեռք են բերել։ Շատ կայծակային արագությամբ 3 տարվա մեջ, 2 տարվա մեջ, 5 տարվա մեջ։ Թե ասենք դու, ասենք, դա նորմալ է, որ գնացել ընտրել են։ Բայց Քոչարյանի ժամանակ թալանել են այս երկիրը։ Բայց լավ են զգացել, հարստացել են, իրանց ընտանիքը լավ պահել են, իրանց մերջավոր շրջապատի համար լավ արել են, լավ պահել են։ Բապետի ընտրեն, այդ չընտրելը կլներ ամոթ։ 8 տարի աշխատում եմ, 8 տարի ասում եմ աշխատում ենք, 8 տարի է մենք մեր սեփական պետության կողը սենց կանգնած։ Բայց գիտեք ինչ, այն վաղ մի հատ մարզպետի ընկերոջ տղու այդ ընկերություն էր անում, 2-3 ամսվա մեջ քայլվածքը, նայվածքը, տակիդ մեքենան, ապրուստը փոխված էր արդեն։ Բայց բոլորին է ճանաչում ենք, բոլորին է բարևում ենք, ձեռով ենք բարևում, պաչիկով ենք բարևում։ Այդ մեր կյանքը չփոխվեց։ Ընդհակառակը
Եթե մինչև 2018 թվականը ավելի լավ, ուղղակի այնքան վատ պայմաններ չեմ ուզում կամերան սենց տեսախցիկը ֆռացնեմ։ Ավելի լավ պայմաններում ենք ապրել, հիմա ավելի վատ պայմաններում ենք ապրում։ Կոմֆորտի միջոցով եմ ասում։ Ինձանից հարուստ մարդ չկա, չեմ էլ ճանաչում, ցանկություն չունեմ ճանաչելու։ Ես հարուստ եմ իմ տեսակով։ Ես կոմֆորտ էլ այդ ֆինանսական բանի պահով եմ ասում։ Բայց քիչ տենց հարստացանք, մեքենաներ, չգիտեմ ինչեր։ Հենց ձեր նման ճարպիկ ենք, հա։ Ձեր նման խելք ունենք, ձեր նման աֆերոստություն կարանք ունենանք։ Որտեղ մենք հարստությունը անձամբ ես իմ հարստությունը տեսնում եմ նրա մեջ, ինչի մեջ որ ես հիմա կամ։ Ոչ թե դրամների, դոլարների, իշխեղ մեքենաների, իշխեղ տանների։ Իմ տատը լավ խոսք ուներ օղորմածիկ, ասում էր մի փոր հաց ուտում ենք էլի։ Հացուպաներ ուտենք, թե չգիտեմ ամեն թանգանոց քյաբաբներից ուտենք։ Մի ստամոք սա կուշտանը մա հացուպաներն էլ կուշտացնում, որի վրա կարած ծախսես խոսքի օրինակ 500 դրամ։ Նույն հաջողությամբ կարած էլի մի ստամոք սա կուշտացնում կարած նաև ծախսես $500,000, նույն բանն է։ Ասելիքս ի՞նչ է, սիրելի մարդիկ, այս ոչ լեգիտիմները եկել են լեգիտիմությունից են խոսում։ Ոչ լեգիտիմները։ Կեղծավորները եկել են կեղծիկից են խոսում։ Կեղծարարները եկել են կեղծիկից են խոսում։ Աբիժնիկները եկել են աբիժնիկությունից են խոսում։ Այս ֆոլկլորները եկել են լավ տղությունից են խոսում։ Այս թուլիկները եկել են իրական ուժի մեջ իրանց ուժեղ տղուտեղ են դրել ուժից են խոսում։ Ու մի հատ էլ իրական ուժի լեգիտիմ պետականատեր ընտրությունը չեն ընդունում։ Ջանդամին թե ընդունեք։ Ով եք դուք, ձեր կարծիք ով է հարցնում։ Ով է ձեր կարծիքը հարցնում։ Ժորժան։ Այո, գնացել ընտրել են 300 քանի հազար Տաշիր Սամվելին մարդ հանրել։ Ամենամեծ հարգանքով այդ ընտրության նկատմամբ, ընտրողների նկատմամբ։ Ես ասում եմ 200,000-ի վրա մեծ աշխատանք կատարվել գումարային։ Գումարային մեծ աշխատանք կատարվել։ Կա ընտանիք, որտեղ կա 6 ընտրող քաղաքացի։ Ես համոզված եմ։ Եվ այս ձայնագրությունները համացածում ես մի ամիս տարածվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված ձայնագրությունները, դա իմ կասկածակների ապացույցն է։ Օգտվելով մարդկանց թույլ տեղից, որ ասենք այս ընտանիքում կա 6 մարդ, 6 ընտրող, աշխատել են այդ մարդու վրա գումարայինի տեսքով։ Աշխատել են։ Օգտվելով մարդու կարգավիճակից։ Ու այո, կան մեր հասարակության մեջ մարդիկ, որ ասում են մեզ համար միևնույն է ով կընտրվի։ Վարչապետը կնի, մեկը կնի, թե մեկը կնի։ Ես այդ խոսակցություններին անձամբ լսել եմ։ Անկախ ամեն ինչից թե ինչքանի զրուցում ենք բռնվել, որ չէ, սիրելի քաղաքացի, քեզ համար մեկ չէ, ով պետք է ընտրվի։ Միևնույն ինքը չի հասկացել։ Ինքը չի հասկացել։ Ինքը չի ուզացել հասկանալ։ Ժամերով ենք շփվել, օրերով ենք շփվել, բայց չի հասկացել։ Ես համոզված եմ, որ այդ շատ սիրելի քաղաքացին այդ ձևել արել անդրության ժամանակ։ Իր համար մեկ է ով ընտրի։ Կարևորը այդ օրվա 200,000, 300,000, 6 հոգու դեպքում 500,000 դրամն է։ Այդ օղակի վրա լուրջ աշխատել է։ Միլիոնավոր դոլարներ է ծախսել Տաշիր Սամվելը։ Այդ 300 քանի հազար ձայնից 70%-ը այդ ձևը հավաքել։ Օգտվելով մարդկանց թույլ տեղից ահռելի չի խնայել ոչ մի դոլարի։ Չի խնայել։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված ձայնագրությունները ապացույց չի խնայել։ Աշկներին չի ճպացել։ Իրանք գիտես վարչապետի կողի մարդանց նման չեն եղել, որ օրինակ մեկը օրինակը ես ինձ վրա բերեմ որևէ մենտի անունից, որպեսզի չխոսեմ։ Ասենք իմ նման պարկ չի արել ակետից բետեղ տեղափոխվելու համար։ Ուղղակի պարկ չի արել։ Ու մեծ հաճույքով էլ այդ ինչ որ արել ենք։ Իրանց մոտ ուրիշ ձև ա եղել։ Ոչինչ չի խնայվել, ոչ մի ֆինանս չի խնայվել։ Աշտերին չի ճպացել։ Աղի նման շաղ են տվել։ Եվ իր հավաքած այդ ձայների 70%-ը, որ պետության հորդորները անտեսեց, պետության օրենքները անտեսեց, ինքը իր համար պետությունը ստեղծեց, օրենքները ստեղծեց։ Ու պետության օրենքները անտեսեց, չենթարկվեց պետության հորդորների, իրավապահ մարմինների հորդորներին։ Ու հայ մարդու ձայնը առավ,
ինքը դրա համար չի խնայվելու քաղաքական մակարդակով, նստվելու է, դատվելու է։ Ու բոլոր նրանք, ովքեր որ փող են բաժանել, ովքեր որ մտել են 10 հոգի մեջ հայ մարդու ձայն առել։ Այո, մենք էլ ենք հայ մարդկանց հետ շփվել, գնացել ժամերով ենք շփվել, խնդրել ենք, որ ճիշտ ընտրություն անի, որ ընտրի համար 16-ին, բայց փող չենք տվել։ Բան չենք խոստացել, ոչ մի բան չենք խոստացել։ Անցյալը, ներկան, ապագան սև վերլուծելով ժամերով զրից ենք արել։ Խնդրել ենք, որ ընտրեն համար 16-ին։ Բայց փող չենք տվել։ Մենք չենք մանեկել, մեր մոտ կան մարդիկ, որ 6-7 ընտանիք են, ասենք ամենալավ գործն են անում, ասենք սարերում ապրանք են պահում։ Մենք չենք գնացել այդ սարերը, այդ մարդկանց բանը փող կոխել, ընտրության ժամանակին էլ մեքենան ուղարկել, բերել ընտրության հետո նորից հետ տարել։ Մարդկանց ձայնը չենք առել։ Այո, կարացել են, այո, նոր իրաց մոտ հաջողվել է փողով աշխատել, սիրելի հայ մարդ, պետականատեր հայ մարդ։ Ու մեծ փող են ծախսել ձայներ հավաքելու համար։ Իսկ այն 30%-ն է, սիրելի մարդիկ։ Գիտես ինչ, ասենք Տաշիր Սամվելը հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր ունի։ Տաշիր Սամվելի աշխատատեղերում լիքը մարդիկ աշխատում են, իրանց ընտանիքները աղի պես պահում են, իրանց լավ են զգում։ Այ եթե նրանք ովքեր Տաշիր Սամվելի մոտ աշխատել են, իրանց լավ են զգացել, հարստացել են, Տաշիր Սամվելով առաջ են գնացել ու չգնային Տաշիր Սամվել ընտրեն, այդ դա կլներ շատ ամոթ, այդ դա կլներ ոչ ճիշտ պահվածք։ Նորմալ է, չէ՞ որ Տաշիր Սամվելին, ասենք, կարա մի 50,000 մարդ կարա սրտանց գնա ձայն տա առանց փող վերցնելու։ Նորմալ է։ Ես դա նորմալ եմ համարում։ Տաշիր Սամվելի ձայները Հայաստանի Հանրապետությունում առանց փող բաժանելու 50-ից 60,000 ձայն է, ոչ ավել։ 50-ից 60,000 ձայն, ոչ ավել։ Ու այդ 50-ից 60,000-ը նորմալ է։ Այդ դա ինձ համար լեգիտիմ ձայներ է, որովհետև Տաշիր Սամվելը ինչքան առելի կապիտալ ունի, ինչ հարուստ մարդ է։ Ինչքան մարդ է Տաշիր Սամվելով առաջ գնացել, հարստացել, ու իր կյանքը, իր ընտանիքի կյանքը, իր հարազատների մերձավոր շրջապատի կյանքն է դասավորել։ Պետք է ընտրեին, ուղղակի ամոթ կլներ, եթե չընտրեին։ Քոչարյանի ժամանակ ինչքան նախարարներ, մարզպետներ, գյուղապետներ, փայտագողեր, լեսնիշներ, կրթության նախարարներ, բոլոր ինստիտուտների նախարարներ, վարչության պետեր, թաղապետներ, մարզպետի օգնակներ, ինչքան է Քոչարյանի ժամանակ այդ ձեր մարդիկ եղել, որ հարստացել են օրորի, ժամ առ ժամ հարստացել են։ Բա նրանք Քոչարյան չպետք է ընտրեին, ինչ պետք է անեին։ Ու Քոչարյանի օրոք այդ հարստացած թալանով զբաղված մարզպետներից սկսած մինչև գյուղապետներով, ժեկի պետերով բոլորը դատվելու է։ Ու պետությունից թալանվածը Քոչարյանի գլխավորությամբ վերադարձնելու են պետությանը։ Մարզպետ գյուղապետներից սկսած, ժեկի պետերով, նախարարներով, մարզպետներով, փողվարչապետներով վերջացրած։ Քոչարյանն էլ այդ մասան ընտրել։ Հույս ունենալով Քոչարյանը որ պետք է ընտրվի, իրանք նորից կան մարզպետներ, գյուղապետներ, կրթության նախարարներ, առողջապահության նախարարներ, պաշտպանության նախարարներ, չգիտեմ, փողմարզպետներ, փողվարչապետներ ընտրվեն, կաբինետներում նստեն ու օրորի ժամ առ ժամ հարստան։ Ում որ վրա քրեական է գործ կա, այդ քրեական գործերը հետ չլինի, պատասխանատվության չի ենթարկվեն, տասնյակ տարիներով ալան թալանը վայելեն ու մի հատ է տասնյակ տարիներով նորից սկսեն թալանելը։ Այդ ձայներն է, այդ ձայներն է գնացել։ Ու մասրանք եկել են պետանականատեր, անկաշար, արդար, ազնիվ, ձայները դնում են կասկածի տակ ու չեն ընդունում։ Վրեն թե ընդունեք, ներողություն բառապաշարամար, սիրելի հայ մարդ, ջանդամին թե ընդունեք, ով եք դուք կարա, մարդը, հունից հանում եք, արա դուք ուղղակի մարդու հունից հանում եք։ Մենք ձեր ապրածը չենք ընդունում։ Հետո Էտա պետականատեր հայ մարդեսիկ բան անելու, տեղը չի գտնելու։ Բերան ծորտի խոխան ընտրություն Սերժիկը, կես մեծանոցը, ընտրությունը չի ընդունում։ Լեգիտիմ պետականատեր ընտրությունը հայ մարդու չի ընդունում։ Բայց տեսար դու, սրտի կաթված կան, սրտի կաթված են բան են ստանալու։ Սրտի կաթվածի տեղները չեն գտնելու։ Էսա։ Ու այո, այսօր տարվա մեջ սիրելի մարդիկ։ Կա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ մի ասեն,
Իմ հաշվարկներով 7-ից 10,000 հոգի, որ ուղղակի ջղայնացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Տարբեր, բայց այդ թիվը կազմում է 7-ից 10,000։ Տարբեր պատճառներով։ Մեկը ինչ որ մի սպասելիք ունացել է, սպասելիքը իրականություն չի դարձել։ Ցավներ տանեմ։ Հիմա չի կարալ է մենք պետք է մեր սպասելիքները իրականություն դարձնենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարա իմ սպասելիքները իրականություն դարձնել։ Ես իմ տեղս նստած։ Ես պետք է իմ սպասելիքները իրականություն դարձնեմ։ Եվ չսպասեմ, որ իմ սպասելիքները ինչ որ մեկը պետք է իրականություն դարձնի, որտեղ իմ սպասելիքները ոչ ոք չի կարա իրականություն դարձնի։ Մի քանի հազար հոգի այդ ձև բաներով է նեղացած, որ ես անթույլատրել եմ համարում։ Մի 3000 հոգի լեգիտիմ պատճառներով է նեղացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացնող մարդկանց կողմից։ Ուղղակի անհիմն նեղացրել են մարդկանց։ Ու վարչապետի անվան հաշվին, այո, կան, այդ ձև բաները կան, բայց դա կազմում է մի 7-ից 10,000։ Իրանց հավաքած Ծառուկյան, Քոչարյան, Տաշիր հավաքած ձայների 70%-ը մեծ փողի արդյունքն է։ Ահավոր մեծ փողի աշխատանքի արդյունքն է։ 30%-ը իրանց սվոյ մերձավոր շրջապատը, իրանց հարգանքը։ 30%-ը, իսկ 70%-ը ահռելի միլիոնավոր դոլարների արդյունքն է։ Եթե չներ այդ միլիոնավոր դոլարները, Քոչարյան, Տաշիր Սամվել, Կալուգացի օլիգարխ, Ծառուկյան Գագո, այդ երեքի ձայները ընդամենը կկազմեր, երեքի ձայները ընդհանուր կկազմեր 120-ից 150 հազար։ Ոչ ավել։ Քոչարյան, Ծառուկյան, Տաշիր Սամվելի ձայները, եթե չներ միլիոնավոր դոլարներ, կկազմեր ընդամենը 120-ից 150 հազար։ Ոչ ավել։ Ուղղակի ոչ ավել։ Ու այդ 100-ից 150 հազարը նորմալ է։ Ծառուկյան Գագոյի պարագայում է, Քոչարյանի պարագայում է, Տաշիր Սամվելի պարագայում է, որովհետև այդ 150 հազար ուղղակի չէին կարա որ չընտրեին իրանց։ Դա ամոթ կներ, որովհետև չեն կարա չընտրեն, ուղղակի չեն կարա։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Խուլիգանը մաֆիան, Քոչարյանը, Ծառուկյանի, Տաշիր Սամվելի գլխավորությամբ այդ երեքը իրենց արածների համար, իրենց ապրածի համար թող անհամբեր սպասեն քաղաքական ոչնչացման։ Իսկ ով ալիքի տակ կընկնի, թողը գնի մեղքիր վիզը, քաղաքական մակարդակով ալիքը կքշի կտանի։ Ես խորհուրդ չեմ տա որևէ մեկը ընկնի ալիքի տակ, խորհուրդ չեմ տա, բայց եթե կընկնեն մարդիկ կընկնեն ալիքի տակ, թող ընկնեն քաղաքական մակարդակով ալիքը ուղղակի կտանի։ Քոչարյան, Ծառուկյան, Տաշիր Սամվել, այդ դուք երեքդ ձեր ապրած ամեն օրվա համար պատասխան եք տալու քաղաքական մակարդակով եւ բոնժ եք դառնալու։ Խորհուրդ կտամ, դաժե ամենամերձավոր ձեր մարդկանց ալիքի տակ չընկնեն։ Սա պետությունը իր ասելիքը ասելու է, իր անելիքը ասելու է օրենքի ուժով։ Պետությունը իր քայլը օրենքով անելու է։ Պետությունը օրենքով քայլելու է ձեր երեքի վրայով։ Ուղղակի քայլելու է։ Եվ դուք մնալու եք պետության ոտքերի տակ քաղաքական մակարդակով։ Դուք պետության ոտքերի տակը լիզելու եք, լպստելու եք քաղաքական մակարդակով։ Եվ այդ լպստելու ընթացքում դուք պետության կայֆը շնչելու եք, համնհոտը վայելելու եք, չկասկածեք։ Այդ տարբերակ չկա։ Վերջ մաֆիան քաղաքական մակարդակով արդեն իսկ ոչչանում է, ժամ առ ժամ ոչչանալու։ Ժամը վարկյան առ վարկյան մաֆիան ոչչանում եւ ոչչանալու է քաղաքական մակարդակով իրական ինքնիշխան ինքնուրույն զարգացող խաղաղ երջանիկ իրական Հայաստանի Հանրապետություն։ Ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն։ Պինդեղեք կապի մեջ։ Վալի գիշեր ձեզ։